վախենա Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծության կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծության կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Հալելույա Տերն է մեր փրկությունը Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մեր չարի շենք սարսափի Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մեր չարի շենք սարսափի Հույսն է և պաշտպանը մեր ազատող փրկող Աստված է նա Երկն է մեր և ուժն է մեր և երբեք մենք չարի շենք վախենա Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ամեն Հալելույա Հիսուս մենք գոհությամբ գալիս ենք քո առաջ Մենք ասում ենք շնորհակալություն ամեն բանի համար եւ ամեն ինչի համար Տեր Դες փառավորված ամեն ժամանակ Տերն է Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մեր չարի շենք սարսափի Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մեր չարի շենք սարսափի Հույսն է և պաշտպանը մեր ազատող փրկող Աստված է նա Երկն է մեր և ուժն է մեր և երբեք մենք չարի շենք վախենա Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծության կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Գոհությամբ կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Ցնծության կան դրա առջև Մարդանք ասում, որ մեզ փրկեց Հալելույա Մենք փառավորում ենք քեզ Հիսուս Շնորհակալ ենք այն ամենի համար Տեր ինչ որ դու արեցիր մեզ համար եւ դեռ պատրաստվում ես անելու Հալելույա ամեն Փառք Հիսուսի Լույս աշխարհի դու եկար խավարի մեջ ինձ օծեցիր որ տեսնեմ սերը քո մեծ հույսով լցրիր որ
գամ քո առջև Տեր եւ ասեմ որ դու Աստվածն ես իմ Հիսուս դու սքանչելի ես Տեր դու հրաշալի ես հիացնում ես ինձ ամեն վարդյալ Հալելույա Հիսուս Փառք ես մեր Տեր Մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, ինչ մեծ ես, ինչ մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, Փառքի արքան ես դու, Փառքի արքան ես դու, Համբերձդ փառավոր, Երկիրը թող ցնցա, քո առջև ցնցա, լույսի մեջ քո ինքն խավարն է սարսափում, դողում է քո ձայնից, դողում է քո ձայնից, ինչ մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, ինչ մեծ ես իմ Աստված, ինչ մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, Տերն է դարերի, Տերն է դարերի, ամեն բանալինի, սկիզբ ու վերջն է նա, սկիզբ ու վերջն է նա, խորհուրդը երկարի, Հայր որդի հոգի, արյուծ և կարնասոն, արյուծ և կարնասոն, ինչ մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, ինչ մեծ ես իմ Աստված, ինչ մեծ է Աստված, երկիր մեզ հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, անունը քո իմ Տեր, անունը քո իմ Տեր, վեր է ամենից, հոգիս երկում է քեզ, իմ Տեր, անունը քո իմ Տեր, անունը քո իմ Տեր, վեր է ամենից, հոգիս երկում է քեզ, Հո Հիսուս, իմ Տեր, անունը քո, անունը
Ամենակարող Աստված, ամենամեծ Աստված, մեր արդար եւ ճշմարիտ հզոր դատավոր, աշխարհի դատավորների առաջ ոտքի են կանգնում, բայց մենք մեր արդար դատավորի առաջ խոնարհվում ենք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը, բայց մենք ամեն օր, Տեր, մենք քեզ ասում ենք շնորհակալություն, որ դու մեր իրավունքները պահում ես։ Շնորհակալություն Հիսուս, որ դու մեր արդարությունն ես։ Շնորհակալություն Հիսուս, որ դու մեզ հավասար ես անում, Տեր, քո որդու արյունով։ Եվ ամեն ժամանակ նեղության միջից, խավարի միջից քո լույսը ծագում է եւ արևի պես ճառագում է եւ բացահայտվում է եւ ամեն բան լինում է լուծումը քո կամքի կատարյալ չափով, Տեր։ Շնորհակալություն Հիսուս, որ քո օրենքը սուրբ է եւ քո պատվիրանքը, Տեր, եւ մեզ պահում է մեր ոտքը չարությունից, Տեր, եւ մեզ թույլ չի տալիս մեղ գործել, Հիսուս, եւ դու արդարության աստեղ, մեր իրավունքը եւ արդարությունը պահող Աստվածն ես։ Ասում ենք միայն ու միայն Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն շնորհակալություն եւ այդ նույն իշխանությամբ, Տեր ջան, որ դու խաչի վրա վերցրեցիր մեր մեղքը, ազատեցիր մեզ մեղքից, անեծքից, բեռից եւ տվեցիր այն հաղթությունը, որ խայտարակ ձևով սատանային պարտության մատնեցիր, այդ հաղթանակը մեզ, այդ նույն իշխանությամբ վերցնում ենք մեր ձեռքերում, Հիսուս, քո որդու արյունով եւ այն մեծ անունով, որ երկնքում դասեցիր բոլոր անուններից վեր, ասում ենք, Տեր, դու գիտես այս կարիքները։ Ամեն մեկի ծածուկումը, ով ինչ հավատքով որ դրել է, ով ինչ որ խնդրել է, մեզ հայտնի չի, բայց քեզ հայտնի է, որովհետև դու ամեն բերան, որ բացվում է աղաչանքով, Տեր, դու այն դատավորն ես, որ բոլորի դատը արդար ես անում, աղաչանքին պատասխանող Աստված, մեր բարի ողորմած եւ գթած Աստված ամեն ժամանակ։ Տեր ջան, խնդրում ենք, այս ներկայությունը, որ հիմա այստեղ է, թող տարածվի, որովհետև դու տարածության Աստված ես։ Եվ ով որ հիմա հավատքով կանչում է Հիսուս անունը, բժշկության հարցում, ֆինանսական հարցում, ընտանեկան իրավիճակների հարցում, Տեր ջան, ամեն իրավիճակ բերում ենք քո ձեռքերի մեջ եւ ասում ենք փառավորվես դու, որովհետեւ ինչ որ խնդրեք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով կտրվի ձեզ։ Մենք հավատքով ասում ենք շնորհակալություն։ Տերը ձեզ շատ օրհնի, փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Նվիրատվություն։ Որն է նվիրատվության դերը։ Առաջի դարի առաջի եկեղեցին ծնվեց Սուրբ Հոգու Գալստյան օրը եւ Սուրբ Հոգին էր եկեղեցին առաջնորդում, որովհետեւ որ կարդում ենք, տեսնում ենք, որ Աստծո սերը, Աստծո կրակը եւ Աստծո հավատքը ոնց էր զորացնում եւ ինչքան թվով էին ապաշխարում եւ ինչ գործեր էր անում, անգամ տեսանք, թե Սուրբ Հոգու դեմ երբ ստեցին, ինչ պատիժ եկավ։ Եվ ուզում եմ ուշադրություն մի պահ նայենք Գործ Առաքելոց 16-րդ գլուխ 6-րդ խոսքում, որ այնտեղ նշում է, որ Սուրբ Հոգին արգելեց Ասիայում արդեն քարոզել է։ 7-րդ խոսքում նույն խոսքը հաստատում է եւ ասում է Հիսուսի Հոգին նույն կերպ արգելեց եւ նրանք դուրս եկան Պողոսի տեսած տեսիլքի համաձայն դեպի Մակեդոնիա։ Դա Եվրոպայի առաջի եկեղեցին էր։ Եվ 16 գլխի 14-րդ խոսքում շարունակությունը, որ բերում է, սովորաբար անուններ չի շեշտում, բայց երբ որ կոնկրետ շեշտում է, ուրեմն այդտեղ բան կա ասելու, օրինակ վերցնելու, դաս վերցնելու։ Խոսում է մի կնոջ Լիդիա անունով, որ ծիրանազգեստներ վաճառող էր, Աստվածավախ էր, նա լսեց Պողոսի խոսքը, նա ընդունեց եւ ասում է, որ լսողին բացվում է, ասում է, որի սիրտը Տերը բացավ, որ Պողոսի խոսացածին մտի կանե։ Երբ որ նա եւ իր տունը մկրտվեցին, աղաչեց ասելով, թե մտեք իմ տունը, մնացեք։ Ստիպեց նա, որովհետև իրան Սուրբ Հոգին արդեն հպվեց ու բացեց, իրան մարդը չասեց։ Իսկ Սուրբ Հոգին, որ գալիս է, ասում է պատվիր ծառայողին, սիրիր Աստծո պես եւ պատվիր հարգիր Աստծո ծառայողին։
Ու նրանից հետո Փիլիպյան դա առաջինն էր, չէ, որ Սուրբ Հոգին հիմքը դրեց, կառուցողականը, շինարարը Սուրբ Հոգին էր, եկեղեցու հիմնակարը, ու պատվելը, Տիրոջը երկրպագել, պաշտամունք տալը, դա արդեն հոգու առաջնորդությունն էր։ Ու Փիլիպեցիս 4-րդ գլուխ 10 խոսքը, որ նայում ենք, Պողոսը ինչ է ասում։ Եկեք միասին բացենք Փիլիպեցիս 4:10-14 խոսքը։ Ես մեծապես ուրախացա Տերումը, որ դուք արդեն դարձյալ միտքներդ բերիք հոգալ ինձ համար, ինչպես էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։ Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով բավական լինել։ Գիտեմ պակասություն քաշել եւ ավելությունով լինելն էլ։ Ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացված եմ։ Կշտանալն էլ, սովելն էլ, ավելին ունենալն էլ, պակասություն քաշելն էլ։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Փառք Աստծուն, որովհետև իրանք ոնց սկսվել էր եկեղեցին, ուրեմն իրանց միտքը միշտ եղել էր Պողոսին օգնել։ Իսկ մենք լավ գիտենք, որ մեր Պողոս առաքյալը լինելով բազում եկեղեցիների հովիվ եւ առաքյալ, բոլոր եկեղեցիներում տեսնում ենք ինչպես ա եղել իր հորդորները, խրատները նվիրատվության հարցում, բայց այս եկեղեցին, որ հոգուց էր ու հոգով էր, Աստծո հոգին առաջնորդում էր, իրանք միշտ պատրաստական են եղել։ Իսկ ստեղ որ ասում է պատշաճ առիթ չի գտնում, հաստատ Պողոսը բանտում էր եղել։ Դրա համար իրանք այդ առիթը չէին ունեցել, թե չէ իրանք միշտ են պատրաստ եղել։ Ոստեղ Պողոսը վերջի խոսքը շատ սիրուն է ասում, սակայն լավ արիք, որ հաղորդ եղաք ինձ իմ նեղությունումը։ Ուրեմն նվիրատվության առաջի դերը եւ նշանակությունը բնութագրիչը ինչն է մասնակցել եկեղեցու ծառայողի նեղությանը։ Ամենուրեք, ամեն տեղ, ամեն ժամանակ Պողոսը որ գրում է այստեղ եւ Ասիայի եկեղեցուներ վերաբերվում եւ Եվրոպայի եկեղեցուներ, աշխարհի բոլորին սա գրված կա, որ մենք պետքա կատարենք։ Ամեն։ Ու շարունակությունը, որ շարունակում ենք երկրորդ դերն ու նշանակությունը նվիրատվության մեր հավատացյալներիս կյանքում, դա եկեղեցու ծառայության մասնակցելն է։ 15-ից 16 խոսքում Պողոսն է ասում. Դուք ինքներդ էլ Փիլիպեցիքդ գիտեք, որ ավետարանի սկզբումը, երբ որ Մակեդոնիայից դուրս եկավ, ոչ մի եկեղեցի հաղորդություն չարավ ինձ տալու կամ առնելու հաշվով, բայց միայն դուք։ Քանզի Թեսաղոնիկեի մեջ էլ մի երկու անգամ ինձ պետք եղած բաները ուղարկեցիք։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 12-ից 13 խոսքում, կոնկրետ 13-ում ասում է, որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, դա շնոր է։ Ու այդ եկեղեցին այդ շնորը ուներ, փափագենք, որ մենք էլ ամենքս էլ լինենք այդ շնորի մեջ, դա մեծ եւ զորավոր է։ Փառք Աստծուն։ Տալ եւ ստանալ, ահա թե ինչ է ասում Պողոսը, ինքը Աստծո մարդ էր, ինքը գիտեր դա ինչ ասում, խորությամբ էր խոսում, բայց Փիլիպեն շատ հասուն էր, հոգևորապես աճած էր ու հասկանում էր դա ինչ է, հոգևոր գործի մեջ դնել եւ ստանալ։ Փառք Աստծուն, որ ավետարանի քարոզչությունը ամեն ժամանակ եղել է, լինում է ու մինչև Հիսուսի գալուստը դեռ պիտի լինի։ Ու մենք հիմա դրա մասնիկն ենք կազմում։ Եվ ամեն մեկս մեր եկեղեցում ունենք մեր ծառայությունը։ Սրբությամբ եւ պարկեշտությամբ մոտենանք այդ ծառայությանը, որովհետեւ դա Աստծո սրտի համեմատ է, որ Աստծո գործը գործվի։ Շաբաթական ընդամենը 4 օր ամեն մի ծառայող թող փութաջան գտնվի փափագի ծառայությանը։ Տերը օրհնի մեզ ամեն մեկից, որ ծառայում ենք եւ այն մարդիկ էլ, որ դեռ ընդգրկված չեն, ասեմ ձեզ, մեր մասնակցությունն էլ նվիրատվության միջոցով է լինում։ Մի խոսքով ոչ մեկը չկա, որ չմասնակցի Աստծո ծառայության գործին։ Ուրախ եք, որ մասնակցում եք, որ Տիրոջ գործը ընթանա ու շարունակվի։ Որովհետև Եբրայեցիս 6:10 ասում է, որովհետև Աստված անիրավ չէ, որ մոռանա ձեր գործքը եւ այն սերի աշխատանքը, որ նրա անունի համար ցույց տվիք, որ ծառայում եք եւ ծառայությանը իմ թարգմանության մեջ,
Մեր Աստված անիրավ չէ եւ նրա աչքերը ամեն ժամանակ հետևում են։ Եվ դրա համար երրորդ նշանակությունը, որ բնութագրում է նվիրատվության, ոնց տեսնում ենք, առաջինը Աստծո ծառայողին պատվել, երկրորդը Աստծո ծառայությանը աջակցել, երրորդը դա պտտվում է դեպի մեր շուրջը։ Աստված անիրավ չէ եւ տեսնում է ու գնահատում է։ Եվ մենք մարդիկս, որ ընդհանրապես երկրի վրա մեր երկրային նվիրատվությունն ենք անում, դա վերածվում է երկնային փողարժեքի։ Մենք հաշվեհամար ունենք երկնքում, գանձեր ենք կուտակում։ Փառք Աստծուն, որովհետև ստեղ Պողոսը շատ սիրուն է, չի ասում, որ ասում է ես հետապնդում եմ, որ երկնային վարձքը ավելանա քո հաշվին։ Ինչքան սիրուն է բացվում մեզ Աստծո խոսքը խոսում է, թե մենք երկրի վրա ինչ մեծ գործ ենք անում։ Թող ոչ մեկի չթվա, թե այս նվիրատվությունը հասարակ բան է, սա հոգևոր արժեք է, եւ մեզ պատիվ է տրված մասնակցելու այս հոգևոր արժեքին, որովհետեւ 4-րդ բացահայտումը նվիրատվության դա Աստծո վերաբերմունքն է արտահայտում։ Այս խոսքը շատ սիրուն է եւ ասում է. Բայց ես ամեն բան առել եմ, 18-ից 19 խոսքերն է Պողոսը ասում, եւ առատություն էլ ունեմ, ինչքան գոհացող սիրտ ուներ, լիքն եմ, որ ասում է անգամ Եպավիրոդոտոսի ձեռքով ընդունեցի այն, որ ձեզանից բանտում էր հասել այդ նվերը, անուշհոտ, ընդունելի պատարակ, Աստծուն հաճելի, բանտում ասեմ ձեզ, ով որ օգտվել էր, փառք էր տվել Աստծուն։ Դա եւ տվողի, եւ վերցնողի, եւ Աստծո, դա 3 թելիկով պատված է, տալը, վերցնելը եւ Աստծուն գոհացնելը։ Ահա Աստծո հաճելին, զոհը, պատարակը, նվիրատվությունը եւ բոլոր փառքերը տանք մեր Աստծուն, որովհետեւ Հիսուսով մենք այս ամենը մեզ բացվեց։ Հիսուսով մենք այս ամենին հաղորդ եղանք։ Հիսուսով է, որ մենք հարուստ ենք այս երկրի վրա եւ միայն մեզ մնում է երկրպագություն, կենթանի պաշտամունք մեր Աստծուն։ Եվ Հայտնության 22-ի 12-ով վերջացնեմ, ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես որ իր գործը կլինի։ Պողոս այնքան սիրուն մարդուց կենտրոնացումը տարավ դեպի Աստված։ Եթե դուք անում եք երկրի վրա, հատուցումը սպասեք երկնքից։ Ումից ոչ մեկից, միայն երկնքից։ Տերը ձեզ ամոթով չի թողնի։ Փառք ամենակարող Աստծուն։ Գոհություն։ Եկել եմ սրբության սրբոցը Եկել եմ քո որդու արյունով Եկել եմ պատվելու իմ Տիրոջը Եկել եմ լցվելու քո բարկով Եկել եմ սրբության սրբոցը Եկել եմ քո որդու արյունով Եկել եմ պատվելու իմ Տիրոջը Եկել եմ լցվելու քո բարկով Հայր սիրում եմ քեզ պատվում եմ քեզ Հայր սիրում եմ քեզ պատվում եմ քեզ քո անունը սուրբ է Սուրբ է Տեր քո անունը սուրբ է Սուրբ է Տեր քո անունը սուրբ է Սուրբ է Տեր քո անունը սուրբ է
եկել եմ քո որդու արյունով, եկել եմ պատվելու իմ Տիրոջը, եկել եմ լցվելու քո փառքով, եկել եմ սրբության ծրփոցը, եկել եմ քո որդու անունով, եկել եմ պատվելու իմ Տիրոջը, եկել եմ լցվելու քո փառքով, Հայր սիրում եմ քեզ, պատվում եմ քեզ, հայր սիրում եմ քեզ, պատվում եմ քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է, Տեր, քո անունը սուրբ է, սուրբ է, Տեր, քո անունը սուրբ է, սուրբ է, Տեր։ Հալելույա, փառավոր Աստված, մենք խոնարհվում ենք քո սրբության առաջ, քո սուրբ անվան առաջ, Տեր Հիսուս, եւ հռչակում ենք, որ դու ես մեր սուրբը, Տեր, դու ես մեր Աստվածը, դու ես մեր Տերը, մեր փրկիչը, մեր պաշտպանը, մեր վահանը, մեր թագավորը հավիտենական, մեր հավատքի առաջնորդը, զորագլուխը, որ մեզ ամեն օր տանում ես հավատքից հավատքի մեջ, փառքից փառքերի մեջ, մենք հռչակում ենք, որ դու ես մեր մատակարար Աստվածը, Տեր, որ գերբնական ձևով մատակարարում ես քո ժողովրդի կարիքները, Տեր, շնորհակալ ենք, Տեր, որ դու ես մեր օրհնյալ Տերը, փառավոր Աստված, մեր բժիշկը, դու մեր բժիշկն ես, որովհետև մենք հավատում ենք, որ քո խոցերով մենք բժշկվեցինք, որովհետև հավատում ենք, որ մեր մեղքերը քո մարմնով խաչափայտին ես գամել, ազատել ես մեզ մեղքի իշխանությունից եւ մենք ապրում ենք Քրիստոսի արդարությունով եւ Քրիստոսի խոցերով մենք բժշկվեցինք։ Փառավոր Աստված, հավատում ենք, որ ամեն օր նորոգում ես մեր մանկությունը արծիվների պես։ Հավատում ենք, որ մեր ուժերն ես նորոգում, որովհետև մենք քեզ ապավինել ենք եւ գրված է, որ Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես։ Փառավոր Աստված, շնորհակալ ենք, որ մեր քահանայապետն ես, որ հոր աչում նստած բարեխոսում ես մեզ համար։ Խոնարհվում ենք քո առաջ այսօր, Տեր, քո մահվան հարության համար եւ քո սուրբ արյան համար։ Հավատում ենք, որ քո արյան մեջ կա զորություն, որը եւ կարող է այսօր սրբել ամեն մեկից։ Եվ որպես մեր քահանայապետի քո եկեղեցին, Տեր Հիսուս, քո առաջ է գալիս քո սուրբ անունով, Տեր, եւ խնդրում ենք, որ հիմա քո արյունը սրսկես ամեն մեկից, եկեղեցու ամեն անդամի շնչի, մարմնի եւ հոգու վրա, եւ սրբիր այսօր ամեն մեկից, ամեն մեղքերից, անօրենություններից, ամեն չարիքից, փառավոր Տեր, սուրբ սիրտ ենք խնդրում այսօր քեզանից եւ ուղիղ հոգի, նորոգիր մեր մեջ, Տեր, որ մենք միշտ քեզ սիրենք, Տեր, միշտ քեզ հավատանք, գոհությամբ ծառայենք քեզ եւ Աստծո վախով լցրու քո եկեղեցին, որ մենք հետևենք, Տեր, մեր անձերի սրբությանը, արդարությանը, ողորմածությանը եւ լինենք Աստծով իմաստուն մարդիկ։ Սովորեցրու մեզ այսօր Սուրբ Հոգի, Տեր, սովորեցրու, արթնացրու քո ժողովուրդը, զորացրու հավատքի մեջ։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տիրոջը, Տերը օրհնի բոլորիդ։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ, նստեք։ Տիրոջ ներկայության մեջ թեքվի մի հատ քո կողքինին ժպտա, մի տենց չոր սառը արի նստի ու թող գնա, որ կողքինդ էլ մտածի, ինչքան սուրբ ես, որ չես է խոսում, չես է, ինչքան հոգևոր ես դու։ Մենք բոլորս սովորական մարդիկ ենք, ամեն, Տիրոջ ողորմությամբ եւ Տիրոջ արյունով գնված։ Փառք մեր Աստծո։
Սիրելիներ ջան, ուզում եմ ձեր հետ խոսեմ մի թեմայից, որը այսպես են վերնագրել։ Երբ է ակտիվանում կամ ապա ակտիվանում անեծքը։ Կրկնեմ, երբ է ակտիվանում մեր կյանքերում հավատացյալ մարդկանց, դե անհավատների կյանքում միշտ ակտիվ է անեծքը։ Բայց հավատացյալ մարդկանց կյանքում երբ է ակտիվանում կամ ապա ակտիվանում։ Սիմ կարտերը, որ առնում ենք հեռախոսի, ակտիվացնում ենք, չէ՞։ Իսկ երբ որ պետք չի, ապա ակտիվացնում ենք, անջատում ենք։ Հիմա դու քո կյանքում կասես, բայց հով ջան, չէ՞ որ ես հավատացյալ եմ։ Եվ գրված է Գաղատացիս 3-րդ գլխի 13 խոսքում, որ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեր փոխարեն անեծք դարձավ։ Քանզի անիծյալ է փայտից կախվածը, եւ փոխարենը մեզ կցեց Աբրահամի օրհնություններին։ Էս ինչ ես խոսում դու, հովիվ ջան, էս ինչ անեծքից ես խոսում։ Մենք ուր անեծքը ուր։ Մարկը խապնված է տենց։ Հավատացյալներ կան, որ հենց այդ ձևով խապնված են, եւ իրենք ապրում են ինչ-որ անեծքների մեջ եւ գլխի էլ չեն ընկնում, որ դա անեծք է։ Եթե գլխի չես ընկնում, որ դա անեծք է, դու կարող ես քննես երկրորդ օրինաց 28-րդ գլխում 16 խոսքից սկսել կարդալ, այնտեղ գրված է անեծքների ցանկը։ Մինյուն։ Թե ինչ անեծքներ կարող է պատահել մարդուն, երբ որ մարդ Աստծուց սառի։ Գիտես, Աստծո առաջի պատվիրանքը ո՞րն էր, ով կհիշի։ Համար առաջի պատվիրանքը հին ուխտում, համար առաջի պատվիրանքը նոր ուխտում, դա սիրի քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով, էությունով, զորությունով, սիրի քո Տեր Աստծուն, դա գրված է Մարկոս 12 գլուխ 30-ից 31 խոսքերում։ Երբ որ Հիսուսին հարց են տալի, Տեր, ո՞րն է ամենամեծ պատվիրանքը, Տերը ասում է, սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով, մտքով, զորությունով, երկրորդը սիրի ընկերոջդ քո անձի պես։ Այս երկու պատվիրանքը տվեց նոր ուխտում մեր Տեր Հիսուսը։ Հիմա գիտես, մարդու կյանքում ակտիվանում է անեծքը, անգամ հավատացյալի, որը վերստին ծնված է, որը Սուրբ Հոգով մկրտված է, բայց մարդիկ կան, դե ես տարիների հավատացյալ եմ, 27 տարի տեսնում եմ հավատացյալների սերունդներ, բայց մարդիկ կան, որոնք վերստին ծնվել են, որոնք Սուրբ Հոգով մկրտված են, մեկ էլ տեսնում ես այդ ընտանիքում անեծքը ակտիվացել։ Ինչ էր անեծքը։ Անեծքը դա տառապանք է, անեծքը դա կարոտություն է, անեծքը դա անհաջողություն է, անցանկալի բաներ, որ մարդ չի ուզում, դա անեծք է, որ մտնում է այդ տան մեջ, ու երբեմն դու զարմանում ես, ես ինչ գործ ունես, ասենք թե հիվանդությունը իմ տան մեջ, սա իմս չի, բայց տեսնում ես մտել է Սուրբ Հոգով մկրտված մարդկանց տան մեջ եւ աճում է եւ ակտիվանում է։ Կա նման բան, թե չէ։ Մենք կարող ենք մեր աչքերը փակենք, մոռանանք այս մասին, ընկնենք էյֆորիայի մեջ, որ մտածենք, ասենք, մենք հավատացյալ ենք։ Չկա տես բան, բայց գործնականում արի ու միտես, որ կա տես բան։ Լինում է տես բաներ, չէ՞, ինչ որ կարիճ, ինչ որ օծ մտնում է մարդու տունը, որը չի երևում, բայց երևում է իր գործերը, իր ներկայությունը։ Ու քայքայվում է այդ տունը, սկսում է քայքայվել, եւ հավատացյալը իր էյֆորիայի մեջ ուղղակի մտածում է, դե նորմալ է, կաղոթենք, Տեր այս հարցերը կլուծի։ Աղոթում են 10 տարի, Տեր այդ հարցերը չի լուծում։ Մարդիկ այտենց ապրում են։ Նշանակում է անեծքը ակտիվացել է քո ընտանիքում, քո կյանքում։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Իսկ ինչի է ակտիվացել անեծքը քո կյանքում։ Ես ուզում եմ խոսեմ այդ մասին, հենց այդ մասին։ Համար առաջինը հենց առաջի պատվիրանքի պատճառով, որովհետև առաջի պատվիրանքն էր սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, մտքով, հոգով, էությունով, սիրի քո Տեր Աստծուն, բայց մարդիկ ժամանակների առումով սիրում են մեկ ուրիշ բաներ։ Հիշում եք առակը, հրավիրվեցին ընթրիքին, հարսանիքին կամ մեկը ասեց կներեք, ես եմ առել, դաշտ եմ առել, ագարակ եմ առել, մյուսը ասեց 5 լուց ես եմ առել, գնում եմ փորձեմ, մյուսը իմ ագարակի հարցերով եմ, մյուսն էլ ասեց ես էլ կին եմ առել։ Տերը ուզում է, որ դու կին առնես, մյուսն էլ ամուսին,
Բայց դա չի նշանակում, որ պիտի կնոջդ շատ սիրես, կներես ասուց։ Մարդ կա կինը առնում ու ասուց շատ է սիրում։ Մարդ էլ կա ամուսինը առնում ու ասուց շատ է սիրում։ Մարդ կա ագարակը առնում ու ասուց ավելի շատ է սիրում եւ իր պատվիրանքի տեղը փոխվում է։ Սիրի քո Տեր ասուն, արդեն դառնում է սիրի քո ագարակը։ Մեկը սիրում է իր կնոջը, մյուսը ամուսնուն եւ պատվիրանքի տեղը փոխվում է։ Առաջի պատվիրանքը իջնում է երկրորդ տեղ։ Երկրորդ պատվիրանքը բարձրանում է առաջի տեղ։ Մաթեմատիկայի մեջ է, չէ՞ որ ասում է գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Բայց ասու պատվիրանքի տեղերը փոխվելիս ահռելի բան է փոխվում։ Եվ անեծքա սկսում ակտիվանալ տվյալ մարդու կյանքում։ Կապ չունի, որ առաջի 2-3 տարին օրտնվում էիր, բայց դրանից հետո եթե ակտիվացրել ես, երկրորդ պատվիրանը դրել ես առաջի տեղը, վերջ, անեծք կա սկսում ակտիվանալ։ Եվ դու ապրում ես անեծքի մեջ, քեզ համոզելով, որ դա օրհնություն է։ Դրա համար եմ շատ հավատացյալներ եմ հանդիպել, որ իրենց անեծքը գովաբանում են եւ ասում են օրհնություն է։ Որոշ հավատացյալներ ասում են, դե առաքյալներն էլ չէ, տանջվեցին, չարչարվեցին։ Բա մենք իրանցից լավն ենք։ Գիտես, առաքյալները Հիսուս Քրիստոսի անունի ու փառքի համար տանջվեցին, չարչարվեցին, եւ դա երանելի են։ Եթե դու չարչարվես, տանջվես Քրիստոսի անունի համար, դու երանելի մարդ ես։ Մեծ վարձք ունես երկնքում, բայց եթե քո խելքից ես, ագարակիդ կամ կնոջդ կամ ամուսնուդ պատճառով ես չարչարվում կամ, չգիտեմ, կարիերայիդ պատճառով ես ընկել անեծքի մեջ ու չարչարվում, տառապանքի մեջ, այ դա մի համեմատի Հիսուս Քրիստոսի տանջանքի հետ։ Ամեն։ Մարդը իրան համոզում է տենց, կամ սատանան է համոզում մտքերի մեջ, ես չգիտեմ, եւ ինքը համոզվում է, որ դա տենց է։ Դրա համար ես ուզում եմ այսօր խոսեմ հենց այդ մասին, որ դու հասկանաս, ինչու հնարավոր է հավատացյալ ընտանիքում ակտիվանա անեծքը։ Մարդիկ Սուրբ Հոգով մկրտված գնում են եկեղեցի, պաշտում են Տիրոջը, աղոթում են, բայց անեծքը ակտիվացե իրենց կյանքում։ Եվ հնարավոր է, որ դու շտկվես եւ ապաշխարես եւ ապա ակտիվացնես անեծքը քո ընտանիքում կամ քո կյանքում։ Ամեն։ Ուրեմն երկրորդ Օրինաց 28-րդ գլխում, եթե կարդաս առաջի խոսքերից, այնտեղ գրված է օրհնության մասին։ Եթե լսես, քո Եհովա ասում, սիրես եւ լսես ու կատարես, օրհնված կլինես քո կյանքի բոլոր ոլորտներում դուրս գալուց, ներս մտնելուց, օրհնված կլինի քո ընտանիքը, քո երեխաները, ամեն բան օրհնված կլինի։ Երբ եթե լսես, առաջինը եթե սիրես, առաջի պատվիրանք, եւ լսես ու կատարես։ Սիրելը բերանով չի, խոսքերով չի, Տեր ջան, սիրում եմ, մեռնեմ զորությանդ, ես քեզ շատ եմ սիրում, Տերը չի հավատում նման խոսքերի։ Տերը նայում է քո սրտին ու քո գործերին։ Սիրում ես, գործերդ ցույց տուր։ Ամեն։ Իսկ 16 խոսքից հետո երկրորդ Օրինաց 28-րդ գլխում գրված է անիծված կլինես, եթե չսիրես Տիրոջը եւ չանես այն ամենը, ինչ որ Տերը առաջարկում է։ Եվ 16-րդ խոսքից հետո կարդա, ուղղակի տանը կարդա երկրորդ Օրինաց 28 գլուխը, 16 խոսքից հետո գրված է ցանկը անեծքների, թե ինչեր կարա լինի մարդու կյանքում, որ կարող է աշխատես, բայց միշտ սոված լինես, որ կարող է ծառեր տնկես, բայց պտուղը չուտես, տուն շինես, մեջը չապրես, հասկանում ես, անհաջողություններ, աղքատություններ, նեղություններ, դժվարություններ, դա անեծքն է։ Կարող ես կարդաս եւ այստեղ հասկանաս, թե ինչ է անեծքը։ Եվ համեմատես քո կյանքի հետ։ Լավ, առաջի տարին եթե ապաշխարեցիր կամ մինչև երկրորդը, նորմալ է, մինչև դուրս գաս, թեև մենք ապաշխարել ենք հենց առաջի օրերից դուրս ենք եկել շատ խնդիրներից ու նեղություններից, հիվանդություններից։ Բայց որպեսզի վերականգնվես, օրհնվես, կայանաս, ինձ թվում է մի 3 տարի գոնե պետք է։ Լավագույն։ Եվ գնալով փառքից փառք եւ հավատքից հավատք։ Աստված ուզում է, որ դու լավ ապրես, առողջ ապրես, վայելես։ Ամեն։ Ում է պետք, որ դու ամեն ինչ ունենաս, բայց հիվանդ լինես։ Աշկի տերևալու է ինչ-որ բան։ Ցավ ունենաս եւ ամեն ինչ ունես։ Դու ընտեղ ամեն ինչ կա, բայց ցավերի մեջ եւ հիվանդ մարդու աշկին ոչ մի բան չի գալիս։ Հիշում եք, սատանան
Աստծո հետ Հոբի գրքում իհարկե խոսելիս, ասեց թույլ տուր կպտնեմ հələ ոսկորին Հոբի, տես թե քեզ չհայոյի, որովհետև մարդ իր ցավի դիմաց պատրաստ է ամեն ինչ վճարի։ Փառք մեր Տիրոջը։ Այնպես որ հնարավոր է հավատացյալի կյանքում լինեն ակտիվանան անեծք։ Ճիշտ է, Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեր փոխարեն անեծ դարձավ, քանզի անիծյալ է փայտից կախվածը, բայց դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք սիրում են Աստծուն եւ ապրում են Աստծով, նվիրված են Աստծուն։ Գիտեք, Քրիստոսը մահացավ մեզ համար։ Ով գիտի, որ Քրիստոսը մահացել է մեզ համար։ Եվ գրված է, որպեսզի ապրողները, արդեն մենք, որ հավատում ենք, ապրենք ոչ թե մեզ համար, այլ ապրենք Քրիստոսի համար։ Դա է ձևը։ Նա մահացել է մեզ համար, որ մենք էլ ապրենք արդեն իրեն համար։ Սա իրական քրիստոնյայի կյանքն է։ Բայց այսօր նայում եք քրիստոնյաները ամեն մեկը սկսել է ապրել իր համար, իր հաճույքների համար։ Եվ գիտեք, կատարվում է 2 Տիմոթեոս 3 գլխի 1-ից 5 խոսքերը, որ վերջի ժամանակների հավատացյալները կլինեն ինքնասեր, արծաթասեր, ավելի շատ ցանկասեր, քան թե աստվածասեր, ապերախտ, ամբարտավան, մարմնավոր։ Եվ այսօր այդ ժամանակներն է, վերջի ժամանակներն է, դրա համար քրիստոնյաները այսպես են ապրում։ Եվ Պողոսը այդ համարում գրում է, ասում է Տիմոթեոս նման հոգևորներից հետ քաշվի, որովհետև նրանք աստվածապաշտության կերպարանք ունեն, այսինքն պիտակը գրած խփած է իրանց վրա հավատացյալ, բայց Աստծո զորության հետ կապ չունեն, զորությունը չի դրսևորվում։ Աստծո խոսքի զորությունը չի դրսևորվում։ Սիրելիներս, զորությունը բխում է Աստծո խոսքից։ Զորություն այսինքն ուժը, օծությունը, հրաշքները, կյանքեր փոխող այդ օծությունը բխում է Աստծո խոսքից։ Բայց քանի որ Աստծո խոսքը քո համար հեղինակություն չունի, դրա համար Աստծո խոսքի զորությունը չի դրսևորվում քո կյանքում։ Չի դրսևորվում։ Մեկի կյանքում դրսևորվում է, որովհետև այդ մեկը հավատում է, այդ մեկը խոնար է, հնազանդվում է խոսքին։ Խոսքը դրսևորվում է, իսկ մարդ, որը կարդում է ու չի ապրում, նրա կյանքում խոսքը չի դրսևորվում։ Օրհնությունը չի գալի, չի փոխվում այդ մարդու կյանքը։ Դրա համար շատ կարևոր է, որ դու սիրես Աստծուն։ Առաջի պատվիրանքի մեջ մնաս։ Ամեն։ Իսկ սիրել Աստծուն նշանակում է ծառայել Աստծուն։ Երեմիա 48-րդ գլուխ ուզում եմ նայենք, եւ անեծքը երբ է ակտիվանում նույնպես։ Այս մասը շատ կարևոր է։ Երեմիա 48 10-րդ խոսքն է։ Անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ անողը, եւ անիծյալ լինի իր սուրը արյունից խնայողը։ Տեսեք, մարդիկ հոգևոր են եւ Տիրոջ գործի մեջ են։ Գրված է անիծյալ լինի Տիրոջ գործը ծուլությամբ կամ թուլությամբ անողը։ Ձեռի հետ, իմիջայլոց, առանց ոնց ասեմ, անհոգությամբ, անտարբերությամբ, անեծք է ակտիվանում տվյալ մարդու կյանքում, երբ որ Աստծո գործը թուլությամբ անում է։ Հիշեք այս խոսքը։ Երբ որ մարդը ունի կոչում, շնորհք, ծառայություն եկեղեցում, եւ այդ մարդուն դու պիտի խնդրես ու համոզես, աղաչես, որ այդ մարդը գա իր ծառայությունը անի, անեծք է գալի քո ընտանիքում սիրելիս, ասեմ իմացի, ու քեզ մի խափի, որ չէ, օրհնություն է։ Զգում ես տունդ խառնվել է իրար, զգում ես դևերը քիթը խոթել են, խառնում են իրար, խաղաղություն չկա, նայում ես ինչ-որ բան են չի, սիրելիս անեծք է եկեք քո տանը, Տիրոջ գործը թուլությամբ անելու պատճառով ակտիվացել է անեծքը քո կյանքում։ Կապ չունի, որ Սուրբ Հոգով մկրտված ես, կապ չունի, որ վերստին ծնված ես։ Դա ակտիվանում է, Աստծո խոսքն է ասում։ Կարդում ենք Երեմյան ինչ ասում։ Անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ անողը եւ անիծյալ լինի իր սուրը արյունից խնայողը։ Ով գիտի, որ ինքը սուր ունի, երկսայրի սուր, եւ դա գտնվում է մեր բերանում։ Աստծո խոսքը իր սուրը արյունից խնայողը։ Գիտեք, արյան խորհուրդը հոգևոր ինչ է։ Կյանքի խորհուրդն է։ Մարմնի կյանքը արյան մեջ է։ Ամեն գրված է այդպես։
Հիմա եթե դու չես խոսում մարդկանց Աստծո խոսքը փրկության համար, դու խնայում ես քո սուրը արյունից, որ կյանք ստանան մարդիկ։ Եվ գրված անիծյալ լինի իր սուրը, հոգևոր իմաստը, արյունից խնայողը, որ դու չես խոսում մարդկանց ավետարանը փրկության։ Անեց կա ակտիվանում քո ընտանիքում, ուզես թե չուզես, ոնց ուզում ես քեզ համոզի, որ լավ է, օրտված ենք, Տերը օրտել է մեզ, գնել է օրենքի անեծքից, դու քեզ հույս ես տալի, հրճակում ես, բայց դու խնայում ես քո սուրը արյունից։ Բայց դու Տիրոջ գործը թուլությամբ ես անում։ Քեզ չի հետաքրքրում մարդկանց փրկությունը։ Գիտես ինչու։ Որովհետև երկրորդ պատվիրանքն ես դու արդեն զանցարել։ Չես սիրում մարդկանց։ Առաջինը սիրի քո տերասուն, երկրորդը սիրի մարդ արարածին։ Բայց ոչ առաջինին ես սիրում, ոչ երկրորդին։ Դրա համար էլ խնայում ես քո սուրը արյունից։ Քեզ չի հետաքրքրում կփրկվի քո հարևանը, ընկերը, ծանոթը, թե չի փրկվի։ Մարդը ասում է փրկվի, չէ, հեչելիս փրկվի։ Ինձ պետք է։ Խոսքը ասում է անիծյալ լինես դու, եթե տենց ես մտածում։ Դու պետք է սիրես մարդկանց։ Կասես Հովիվ ջան, օրհնություններից խոսես, ինչ ես խոսում։ Սիրելիներս, օրհնություններից շատ եմ խոսել, որ այսօր այս վիճակն է։ Անտարբերություն, անհոգություն, շատերի ընտանիքներում անեծքը մտել է ու ուտում է, քայքայում է, ու մարդիկ տեղյակ չեն, որ արմատը այստեղ է թաքնված։ Անտարբերությունը, անհոգությունը, ծուլությունը։ Դրա համար խոսքը կրկնեմ, անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ անողը։ Սիրելիներս, ամեն մեկս ջանքով ու եռանդով պիտի անենք։ Մարդկա մտածում է դե Հովիվ կա, թող Հովիվը անի։ Հովիվը իր տեղն է անում, դու քո տեղն ես անում։ Հիշի, առանց գործերի հավատքը մեռած է։ Չունես գործ, դրա համար էլ աղոթքներդ խնդրվածքները չի գործում։ Ունես գործ, այդ ժամանակ գործում է քո աղոթքները։ Հենց որ ծառայեցիր ասում, ծառայում ես ասում, հենց այդ ժամանակ սկսի աղոթել ու խնդրել։ Կսկսի դրսևորվել, պատասխանվել։ Բայց ոչ մի բան չես անում բացի լսելուց։ Միայն լսում ես։ Հակոբոսն ասում է, սիրելիներս, մի եղեք միայն լսող, այլ եղեք լսող եւ կատարող, ապրող, անող խոսքը։ Մի քիչ քեզ ստիպի, հա, որ ծառայես, ոտի կանգնես, Տիրոջը սիրես, Տիրոջ գործը անես, որպեսզի ապա ակտիվացնես անեծքը քո ընտանիքում ու քո կյանքում։ Կանգնեցնես, չեզոքացնես անեծքը։ Բայց քանի որ դառել ես շատ ինքնասեր, ինքնահավան, առաջի պատվիրանքը հանգցրել ես, երկրորդը նույնպես, բայց դու հավատացյալ ես, դու Սուրբ Հոգով աղոթում ես, եկեղեցի գալիս ես, միևնույնն է ակտիվացրել ես անեծքը քո կյանքում։ Ով է հասկանում։ Իսկ որ հասկանում եք, ինչ եք մտածում անեք։ Այսօր պետք է մտածեք մի բան անեք, վերջում աղոթենք, որ ապա ակտիվացնենք այդ անեծքը ձեր ընտանիքներում։ Ամեն, եթե կա ինչ-որ մեկի կյանքում։ Ես գիտեմ, որ ունենք օրհնյալ ընտանիքներ, նվիրյալ ծառայողներ, որ անկախ իրենց ցանկությունից, հավեսից, ասենց ասեմ, նրանք նվիրված ծառայում են։ Հավես կա, չկա, տրամադրություն ունեն, թե չունեն, միևնույնն է նրանք ծառայում են Քրիստոսին։ Եվ դա է Աստծո սերը։ Ամեն, փառք Հիսուսին։ Մատթեոս 24:11-ում 12-ից 13-ը, բանավոր ասեմ, գրված է եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառի։ Տեսեք, երկիրը, աշխարհը գնալով այնքան անօրենություններ կան, որ տեսնում ես, միտքդ քեզ չի բացատրում, բա ուր Աստված, բա ինչի չի գալի, չի օգնում, սիրտդ սառում է դեպի Աստծուց։ Շատերի սերը ասում է պիտի սառի, ումից Աստծուց պիտի սառի։ Առաջի պատվիրանքը պիտի սառի անօրենության շատանալու պատճառով։ Բայց գրված է, ով որ համբերի մինչև վերջ, նա պիտի փրկվի։ Հիսուսը ասում է, վերջի օրերի նշանը սա է։ Անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառի։ Ես երեք մեծամորում էլ ասեցի, մի երկու օր առաջ մի քույրիկի հետ ենք խոսում, լացում էր, ողբում էր, բացատրում էր մեզ Կարնեի հետ, որ մամաս ինձ մերժել է, մամաս ինձ սառել է իմ հանդեպ, ինձ ոչ բանի տեղ չի դնում, սենց ասեմ։ Նույնը քույրերս, ամուսինս նույնպես արհամարում է, որ ես հոգևոր եմ։ Եվ ես հասկացա, որ ես աղջիկը
իրականում Աստծուն շատ է սիրում։ Շատ է սիրում, դրա համար դևերը, սատանան ումը որ հնարավոր է ակտիվացրել է հակառակ իրեն։ Անկամ հարազատ մորը։ Հիշում եք գրված է այսուհետև մի տան մեջ երկուսը կբաժանվեն երեքի դեմ։ Մայրը, աղջկա, հարսը, սկիսուրի եւ այլ եւ այլ։ Կատարվում է այդ խոսքը։ Ասում եմ քույրիկ ջան, մի տառապի, դու ճշմարիտ հոգևոր ես եւ Աստված քեզ ընդունել է։ Եվ այդ պատճառով, որ Աստված քեզ բարեհաճել է, քո ծնողը, քո քույրերը, հարազատները քո դեմ են դուրս եկել, հակառակվել են, ատում են քեզ առանց պատճառ։ Իմ հետ էլ է նույն բաները կատարվում, կատարվել։ Շատ էի տանջվում սկզբից, բայց հետո այս խոսքը բացվեց, Տեր ասում է ինձ արեցին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի եղբայրները, մայրը ո՞նց էր, հիշում եք։ Հավաքույտների չեն գալ, չեն վստահում Հիսուսին։ Ասում են գժվել է։ Գալի ասում են Տեր, մայրդ, եղբայր, քույրդ սպասում են դրսում, ասում է դուք եք իմ մայր, քույր, եղբայրը։ Ոչ թե նրանք, որը մարմնի կողմից են։ Այսինքն հնարավոր է, Տեր ասում է ինձ արեցին, ձեզ էլ են անելու։ Իմ հետ այդպես կատարվեց, ձեզ հետ էլ է կատարվել, թեթև տարեք։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, որ մենք Քրիստոսի հետ, Քրիստոսի ժառանգակիցներն ենք։ Եթե նրա հետ չարչարվենք, Քրիստոսը այդպես չարչարվեց երկրի վրա, չէ՞, անարգված, մերժված, իր ընտանիքի կողմից, բարեկամների։ Եթե մենք էլ Քրիստոսի պես չարչարվենք, նույն բանը այսօր մեր հետ էլ է կատարվում։ Ուրեմն նրա հետ էլ ժամանակին կփառավորվենք, երբ որ Տերը գա։ Ամեն սա է ճշմարտությունը։ Դրա համար մի նեղվեք, անօրենությունը շատացել է, ձեզ ատում են, չեն ընդունում, Քրիստոսի անունի համար են ատում։ Միգուցե դու չգիտես, բայց նրա հայրը սատանան է, քո հայրը Աստված է։ Մենք չենք տեսնում ֆիզիկապես աշկերով, ում հայրը ով է, բայց հոգևոր աշխարհը լավ գիտի եւ երկրի վրա պտուղներից է երևում, սատանայի որդիները եւ Աստծո որդիները։ Դրա համար այս անօրենություններ կան, եւ անձնական, եւ երկրի հետ կապված, եւ ընդհանրապես տեսնում ես եւ մարդու սիրտը սառում է։ Անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառի, ասես Քրիստոսը, բայց ով որ համբերի մինչև վերջ նա պիտի փրկվի։ Ուրեմն, սիրելիներս, եկեք սիրով Քրիստոսի մեջ համբերենք մինչև վերջ։ Սիրենք մեր Տեր Աստծուն։ Սերը կսառի, դա նշանակում է առաջի պատվիրանքը քո կյանքում կսառի։ Եթե առաջի պատվիրանքը սառեց, անեծքը կակտիվանա քո կյանքում։ Գիտես, գալիս ես եկեղեցի, բայց ոնց որ այն չէ, էլի գալիս ես, որտեվ սովորություն է, նստում գնում ես։ Բայց Տեր Հիսուսի հետ կենթանի կապ չունես, խնդիրը հենց տեղ է։ Սերը, գործողությունը չկա։ Ամեն։ Երբ որ մեզ տանում էին Մոսկվայում, ավելի ճիշտ չեն տանում, մենք են գնում, բոմժեր, մի քիչ կոպիտ բառա, անտուն թափառականներ, սենց ասեմ, կերակրելու, մոտ 700 անտուն թափառական էին կերակրում Կարնեի հետ։ Գիտեք ինչ էին անում, ու դա մի անգամ չի եղել։ Մենք Կուրսկի վокзալն էր Մոսկվայի, այդ այգու մեջ տեղ էինք վարձում եւ այդտեղ հավաքում էինք մարդկանց եւ մեր հետ տանում էինք մի անգամ одноразовые ամաններ, ափսեներ, բաժակներ, նրանց թեյ էինք հյուրասիրում եւ տենց ինչ-որ բաներ, նրբերշիկ, հնդկաձավար, գրեչկա, սենց սեփված տանում, բաժանում էինք, կերակրում էինք, աղոթում էինք, Հիսուս Քրիստոսի ավետարանն էինք քարոզում, նոր էինք կերակրում։ Գիտեք ինչ էին անում։ Վերցնում էին, խնդրում էինք, մենք արկղեր էինք դնում, որ ասում ենք, երբ որ ուտեք վերջացնեք, այդ ամանները, բաժակները խնդրում ենք, լցրեք արկղերը, որ մենք տանենք թափենք։ Տանենք աղբամանի մոտ։ Սրանք ուտում էին, նայում են մեզ, ժպտում էին, ասած գցում էին, ցրում էին ամբողջ այգիով մեկ, ու մենք պետք է անգնեինք, հավաքեինք մարդուկին, հավաքեինք իրանց թափած ամանները, բաժակները, պատարակաղերը, լցնեինք այդ արկղերն էլ տանենք այդ աղբամանների մոտ թափեինք։ Եվ գիտեք, տեղով մետրո էր դա, շատ մարդիկ էին ասնում։ Ես ամաչում եմ, ասում եմ, Տեր ջան, մեկը չտեսնի ինձ այստեղ աղբ հավաքելուց, գնա իմ հորտունը պատմի, ասի ձեր տղան, մարդիկ գնում են Մոսկվա
բիզնեսներ են սկսում, մենք եկել այստեղ անտուն թափառականների աղբերն ենք հավաքում։ Կողքերս էին նայում, որ մարդ չտեսնի, չգնան, բայց տեսել էին ու եկե հորս ասել էին։ Ու պապաս դե անհավատ մարդեր նայում էր ինձ, ասում էր տղա ջան, ես ինչ եղավ քո հետ, ուր հասար դու։ Բայց այդ ամեն ինչը մենք անում էինք Քրիստոսին սիրելով, թե չէ իմ համար անտուն թափառականը, ասենք, շատ հանգիստ էր նրանց հարցերը լուծելը։ Երբ որ հարց ենք տալի, ասում ենք եղբայր, խնդրեցինք էլի քեզ, ինչ եք տա, ասում եմ որտեվ դուք աննորմալ մարդ եք։ Հենց այդտենց։ Նենորմալնի ասում եմ ոնց խենք աննորմալ, որ ձեզ հաց ենք տալի։ Ասում եմ տեսեք, բոլոր նորմալ մարդիկ մեզ ուշադրություն չեն դարձնում։ Անցնում դառնում են։ Իսկ դուք ասում եք մեզ հաց եք տալի։ Հələ աղոթում եք, շատերի վրա վերքեր կային, վերքերն էին, քույրերը վերքերն էին մաքրում կապում։ Դուք աննորմալ եք։ Այո, եթե մենք աննորմալ ենք, Քրիստոսի սիրո համար ենք աննորմալ։ Դա է սերը, հասկանում եք, որ պետք է սիրել Քրիստոսին, Քրիստոսի պատճառով նման բաներ անել։ Երբ որ քեզ ասում են աննորմալ, մենք չենք էլ վիրավորվում։ Ուղղակի անում ենք, այն ինչ որ անում ենք։ Դա գործողություն է։ Բայց դու գիտեք ինչ օծություն եւ ինչ օրհնություն եւ ինչ ուրախություն կար մեր վրա։ Աղբ հավաքելով ինչ օրհնված եւ օծված ուրախ գալիս ենք տուն։ Օթերով են գալի։ Բոլորի ձեռքը նայում են բիզնեսմեններ, պայուսակներով, գործարարներ, մտնում ենք մետրո, բոլորը սենց գործից տուն են գալի, մենք աղբ հավաքելուց, ուրախ, զվարթ, նայում են, մեկը նայի Տիրոջ օծությունն ու օրհնություններ։ Տիրոջ բարեհաճություններ։ Փառք Հիսուսին, ամեն։ Ուրեմն որոշեք սիրել Տիրոջը։ Սա է ամենամեծ եւ առաջի պատվիրանքը, որը ձեզ կյանք կտա եւ կապա ակտիվացնի անեծքը ձեր ընտանիքում ու ձեր կյանքում։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 16:22-ում մի այսպիսի հետաքրքիր բան ա գրված։ Առաջի Կորինթացիս 16-րդ գլուխ 22 խոսք։ Եթե մեկը Տեր Հիսուսին չսիրե, ինչ ա գրված։ Անիծված լինի։ Լավ, Երեմիան ասեց, եթե թուլությամբ անեք Տիրոջ գործը, անիծված լինեք։ Մեկը կասի, հով ջան, դա հին ուխտներ, էլի նոր ուխտից խոսի, սա էլ հոնոր ուխտն է։ Բայց եթե մեկը Տեր Հիսուսին չսիրե, անիծված լինի։ Ինչ է նշանակում անեծքը ակտիվանում է քո կյանքում։ Կապ չունի, որ Սուրբ Հոգով մկրտված ես, որ վերստին ծնված ես, որ ամբողջ օրը աղոթում ես, ծոմ ես վերցնում։ Սիրել Հիսուսին նշանակում է ծառայել Հիսուսին։ Անել այն, ինչ որ Քրիստոսը ասեց։ Իսկ եթե չես սիրում Հիսուսին, առաջի պատվիրանքի տեղը փոխվել է, անիծված ես լինում։ Կներեք, բայց Կարինեն կարծեմ տանը իմացավ թեման, ասում է, հերիք չի անեծքից խոսես։ Ասի դե օրհնությունից շատ ենք խոսել, որ ընկել ենք այսօրը։ Մարդիկ թմրել են, մարդիկ էլ չեն գնահատում, մարդիկ էլ չեն հասկանում, կշտացել են։ Հիմա պետք է խոսենք այս մասին, որ իրականում ես աղոթեցի, Տերը ես բացեց ինձ, որ ակտիվանում է հավատացյալների կյանքում ակտիվանում է անեծքը, այս պատճառով, որ Քրիստոսի սերը մոռացել են, պատվիրանի տեղը փոխել են, իրենց ավելի շատ են սիրում, քան թե Քրիստոսին։ Դրա համար Ղուկաս 14-րդ գլխում տեսեք Տերը ուղղակի ինչա խոսում։ Ղուկաս 14:26 Եթե մեկը ինձ մոտ գա եւ չատե իր հորը եւ մորը, կնոջը եւ որդիներին եւ եղբայրներին եւ քույրերին եւ հենց իր անձնել, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ով է եկել Քրիստոսի մոտ։ Հիմա դուք եկել ես Քրիստոսի մոտ, սա Քրիստոսի պաշտամունքն է։ Տեր ասում է, եթե գաս ինձ մոտ, ատել բառը ստեղ թարգմանությամբ մի քիչ սխալ է, ռուսերեն թարգմանությամբ ես ստուգում եմ, գրված է, եթե մեկը գա ինձ մոտ եւ չնախընտրի ինձ ավելի քան իր ծնողներին, կամ իր կնոջը երեխաներին, կամ քույր եղբայրներին, նա արժան չի ինձ եւ նաեւ իր անձն էլ։ Դու անգամ քո անձից պետք է ավելի մեծ ու ավելի շատ
նախընտրես Քրիստոսին։ Ասում եմ, եթե գալիս ես ու չես նախընտրում ինձ ավելի, քան հենց քեզ էլ, դու ինձ արժանի չես։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է արժանի չես երկնքի արքայություն մտնելու։ Արժանի չես Քրիստոսի որդին կոչվելու։ Փրկությունը ժառանգելու։ Դրա համար սա նշանակում է, որ դու երկրորդ պատվիրանքը դրել ես առաջի տեղը եւ հենց այդ ժամանակ քո կյանքում փոխվել է շատ բաներ, ակտիվացել է անեծքը։ Երկրորդ պատվիրանքը սիրի ընկերոջդ, այսինքն բարեկամիդ, կնոջդ, երեխայիդ, ծնողիդ, քո անձի պես։ Բայց դու մոռացել ես առաջի պատվիրանքը, սիրի քո Տեր ասում։ Եվ դա մոռացել ես եւ երկրորդը դառել է առաջի տեղը։ Եվ Տերը այս համարում ասում է դու արժանի չես ինձ, արժանի չես երկինքը ժառանգելու։ Դրա համար անեծքը սկսում է ակտիվանալ քո կյանքում։ Սիրելիներս, խնդրում եմ, որ դուք մտածեք այս մասին։ Մտածեք, քո երեխային Քրիստոսից շատ ես սիրում։ Կասես, հովիվ ջան, ես չեմ հասկանում, կամ կարող է մտածես, Քրիստոսը այդքան եսասեր է, խի ուզում մենք իրան շատ սիրենք։ Ես երեք մի հատ բառ ասեցի, մեծամորում ես խոսքի վրա, ասի լավ է անում։ Ճշմարիտ է, որովհետև Քրիստոսը մեզ ստեղծել է։ Քրիստոսը մեզ տվել է այդ երեխաներին։ Քրիստոսը այդ ծնողներից է մեզ հանել։ Քրիստոսն է մեզ ծնող տվել, երեխա, ընտանիք եւ ամեն ինչ։ Եվ նա իրավունք ունի պահանջելու, որ ինձ բոլորից շատ պիտի սիրես։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Բայց երբ որ դևերը բերում են, սարքում են այնպես, որ դու մարդկանց կամ գործդ, կարիերատ ավելի շատ ես սիրում, քան թե Քրիստոսին, հենց այդտեղ անեծքը սկսում է ակտիվանալ քո կյանքում։ Դրա համար այսօր ծառայության ավարտին մենք կաղոթենք, որ Տերը մեզ զորացնի, օգնի, որ մենք Քրիստոսին շատ սիրենք։ Միգուցե առաջ շատ էիր սիրում, բայց հիմա ոնց որ անօրինության շատանալու պատճառով էլ չես կարողանում սիրես։ Քեզ շատ կոպտել են, շատ, չգիտեմ, ինչ որ բաներով ես անցել, նեղություններով, դժվարություններով, հալածանքներով, դառնություններով ու սերդ սառել է։ Ամեն։ Տերը ողորմի մեզ վերականգնի Հիսուսի անունով։ Ուրեմն, եթե գալիս ես Քրիստոսի հետևից, պետք է նախընտրես առաջինը սիրես Քրիստոսին, հետո նոր մյուսներին։ Գիտես, դա նշանակում է նաև մեկի ծնունդն է, այսօր երեխուս ծնունդն է, վերջ էլ ոչ մի հավաքույթ։ Հիշում եք, մեկն էլ ասես պապան է մահացել, հայրս մահացել է, թույլ տուր գնամ հորս թաղեմ, նոր գամ քո հետևից, ասեց արի իմ հետևից, թող մեռելները թաղեն մեռելներին։ Ամեն։ Մարդիկ պատրաստ են հորը ավելի պատիվ տան, երեխու ծնունդին, չգիտեմ սրան կամ նրան, բայց հետո նոր Քրիստոսին։ Քրիստոսը այդ ասելով ի նկատի չուներ հորը թաղումը անարգի, նա ի նկատի ուներ ավելի շատ հարգի ինձ, ավելի կարևոր համարի իմ գործը, ոչ թե հորը թաղումը կամ տղուտ ծնունդը։ Եթե դա այդ օրը պաշտանմունք է, ուրեմն առաջինը դա է, հետո հարմարեցրու ծնունդը, հարմարեցրու թաղումը։ Կաս հով ջան, թաղումը ժամը 1-ին է, հավաքույթն էլ է 1-ին։ Չէ՞։ Պրակտիկ հարցեր եմ տա գործնական։ Գիտեք, իմ հոր թաղմանը ես ծառայել եմ էլի։ Իմ տատիկը մահացավ, թաղմանը ես մարդ կար ստեղ հույր էր եկել ծառայում էր, ես հասել եմ մրգաշատ, տատիկիս թաղմանը մասնակցել եմ, հետ եմ վերադարձել եկեղեցի։ Նույն օրը կիրակնօրյա ծառայություններ։ Այս խոսքը ես հաշվի եմ առնում։ Առաջ Աստված, հետո նոր, չգիտեմ, հարազատ մարդ է մահացել զատիկը։ Մարդկա զատիկը եղել է, վայ, չէ, 7 օր եկեղեցի չեմ գա, մյուսը 40 օր չեմ գա, պապան է մահացել, ոնց կլինի։ Այդ նշանակում է, որ դու պապային ավելի ես հարգում սիրում, քան թե Քրիստոսին։ Պաշտանմունքը դա պաշտանմունք է։ Ամեն։ Դա կարևոր է։ Հենց սա է հարգել եւ սիրել, ու Տերը սրան ուշադրություն է դարձնում։ Իսկ եթե հակառակ process-ներն է կատարվում, ակտիվանում է անեծքը, դրա համար կյանքումդ խառը պատմություններ ու չի փոխվում։ 1000 հովիվ ձեռքա դնում գլխիդ աղոթում է, դու էլ լացում ես, չի փոխվում։ Փոխվի դու։
սկսի սիրել Տիրոջը, ապրել Տիրոջ համար, որ ապա ակտիվացնես անեծքը քո ընտանիքում։ Ամեն, Փառք Հիսուսին։ Տեսեք, Հովհաննես 14-րդ գլուխ։ Հովհաննես 14-րդ գլուխ, այստեղ Քրիստոսը պարզ ցույց է տալի, սահմանումն է տալի իրեն սիրողին, որովհետև բոլորն էլ ասում են սիրում ենք, բայց Տերը տեսեք ինչ ասում, ով որ իմ պատվիրանքը ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը։ Պատվիրանքը ո՞րն էր, հիշում եք։ Առաջին սիրի քո տերասուն, երկրորդ սիրի ընկերոջը քո անձի պես։ Տերը ասում է, ով որ իմ պատվիրանքը ունի, մենք ունենք, եւ նրանց պահում է, այսինքն ապրում է նրանցով, նա է ինձ սիրողը։ Եվ ինձ սիրողը իմ հորից կսիրվի, եւ ես կսիրեմ նրան, եւ ինձ կհայտնեմ նրան։ Ինչ կանեմ։ Բա այնքան օրհնյալ է, որ Տերը հայտնի իրեն քեզ։ Դու չես պատկերացնում այնքան օրհնյալ է, որ Տերը գա մի օր քեզ հայտնի։ Մի օր դու հասկանաս, որ ինքը քո Աստվածն է։ Հայտնվել է քո տան մեջ քեզ։ Դրանից օրհնություն, լավ բան չկա։ Դրանից հաճույք, երազանք, ես չգիտեմ, Տերը մի օր հայտնվել է ինձ առաջի անգամ։ Իմ հոգին տրաքում էր ուրախությունից։ Եվ պատճառ ես չէի տեսնում, չէի գտնում պատճառ, ինչի է իմ հոգին ցնծում, ուրախանում։ Որովհետև իմ հոգու սիրեկանի ներկայությունն էր այդտեղ, իմ սենյակում։ Դրա համար հոգիս տրաքում էր ուրախությունից։ Ես մտածում էի, լավ, ինչ ա եղել, եւ ոչ մի բան չէր եղել։ Ուղղակի Տերը հայտնեց իրեն ինձ, որովհետև ես հավատում եմ Տիրոջը։ Դա առաջի անգամ, Փառք Հիսուսին։ Ամեն։ Ուրեմն 23 խոսքից Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Տիրոջ սիրող մարդը ասու խոսքը պահում եւ ապրում է այդպես։ Եվ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հասկանում ես, Տերը քո հետ է ապրելու, քո կողքն է լինելու։ Դու ձեռքերդ բարձրացնում ես, մենք երբ որ ձեռքերը բարձրացնում ենք, զգում ենք Տիրոջ ներկայությունը։ Ինչ որ մի մագնիսական դաշտ, ինչ որ մի բան, ոնց որ ջրի մեջ լինես, զգում ես Տիրոջ ներկայությունը։ Երբ որ ես գնացի Մոսկվա Հայաստանից, դա առաջի տարին էր, որ հոգևոր էի, ամբողջ դժոխքը դուրս էր եկել իմ դեմ Մոսկվայում։ 10 օր, 15 օր այնքան ծանր էր ամեն բան, ես ասեցի Տերը մնացել է Հայաստանում։ Ձեռքերս բարձրացրեցի, խնդրեցի, աղոթեցի, մեկ էլ զգացի Տիրոջ օծությունը, քամին, ներկայությունը, ասեց ես այստեղ եմ։ Դե փոքր ես, մի տարվա հոգևոր ես, սովոր չես նեղություն, դժվարությունների։ Բայց Աստված այդպես մեզ թույլ տվեց սովորենք, որ դժվարություններն էլ մարդու համար է։ Հիշում եք, ասես նեղություններ կունենաք, սիրելներ, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ։ Այսինքն ինձանով կարող եք ձեր նեղությունները հաղթարել, դուրս գալ։ Ու մենք այդպես էլ արեցինք, Փառք Աստծո։ Ուրեմն ով է Տիրոջ սիրողը, այս խոսքերը, ով որ ունի եւ ապրում է պատվիրանքներով։ Ով որ անտարբեր եւ անհոգ չէ Տիրոջ գործերին, նա է Տիրոջ սիրողը։ Ով որ եկեղեցին կողքից չի նայում, ռուսերեն խոսք կա, չէ, մայա խատը սկրայո։ Գնացեք ձեր համար ով ինչ ուզում եք արեք։ Ես իմ ճիշտը գտել եմ, իմ լավն ու վատը գիտեմ, դուք ծառայեք։ Անեծք ես ակտիվացնում քո կյանքում, սիրելիս։ Եթե չունես գործ, քո հավատքը ակտիվ չէ։ Քո աղոթքները չի աշխատում, բայց եթե ծառայում ես Աստծուն այն շնորհքով, ինչը որ Տերը տվել է քեզ, անգամ մաքրությունն էլ, եթե Տիրոջ տան հատակն ես մաքրում, դա էլ է շնորհք, դա էլ է օրհնություն Աստծոց։ Ամեն։ Ուրեմն դա գործ է, հավատքի գործ է։ Ուրեմն աղոթի խնդրի ինչ ուզում ես եւ կառնես, որովհետեւ հավատքը առանց գործերի մեռած է։ Մտածի գտի քեզ մի տեղ եկեղեցում եւ արա։ Դու գիտեք, որ մենք Մոսկվա գնացինք, Կարնեն ինձ չհարցրեց, գնաց եւ իմ անունը գրել տվեց կարգ ու կանոնի մեջ։ Առաջի տարին։ Հետո կարգ ու կանոնի մեջ ես արդեն թիմի մեջ եմ ու Բենիհինն է գալի 2000 թվին ծառայելու 17000 հոգանոց դահլիճ է վարձում Մոսկվայում։ Եվ մենք 17000 տեղերից շատ տեղերը այդ մեջտեղի մասում աթոռ չկա։ Եվ ես պետք է այդ ամեն ինչը տանեմ, շարեմ։ Ու հոգնեցի առավոտից իրիկուն աթոռ եմ շարում։
թեկվաս ինձ խիչ է հարցրել, որ գրանցում ես, իմ անունը այս կարգ ու կանոնի մեջ։ Ու սկսեցի մեղադրել։ Իմ համար հանգիստ ապրում է, ինձ ինչ պետք էր աթոռ շարել։ Բայց գիտես, հենց այդ կարգ ու կանոնի ծառայությունից ես սկսեցի օրհնվել, իմ կյանքը սկսեց փոխվել։ Դա հավատքի գործ էր։ Ամբողջ օրը գիրք ենք տուփերով տանում էսկոմ ենկոմ բաժանում մարդկանց։ Հավատքի գործ էր։ Եվ սկսվեց օրհնություններ, աղոթքի պատասխաններ, փառք Աստծուն։ Դա է սերը։ Ոչ թե մատ կոպիտ բառ կա, յանտալ մի կողմի վրա նստել, ամենախելացին դու ես, էլի։ Միջեն 1000 փորձանքից է փրկում։ Յան կտամ իմ համար իմ տանը իմ սուրճը կխմեմ, կգամ որպես հույր կնստեմ այստեղ, տեսնեմ հովը ինչ ասում, կլսեմ, կասեմ ամեն գնամ տուն։ Սիրելիս անեցք ես ակտիվացնում քո տանը։ Քոպես խելացի ճակերտավոր, քանի քույր եք կամ եղբայր։ Գիտես նման ճակերտավոր քույրեր կան կամ եղբայրներ, որ իրանց լավն ու վատը գիտեն, բայց տեղյակ չեն, որ իրանք գործ ունեն Աստծո հետ։ Եվ դրա մեջ չի երևում Աստծո սերը։ Մտածի, որ մի քիչ քեզ նեղություն տաս, ջանք գործադրես Աստծո գործի մեջ, ու մտնես մի բանի մեջ ու ծառայես։ Ամեն։ Հայտնություն 2 գլուխ։ Ես կարծում եմ դուք ինչ-որ բան վերցնում եք։ Մտածեք և սկսեք մտնել ծառայության մեջ։ Հայտնություն 2:2-5 խոսքերը։ Քրիստոսը խոսում է այստեղ, տեսեք ինչ ասում, գիտեմ քո գործերը և քո աշխատությունը և քո համբերությունը, որ չարերին չես կարողանում համբերել։ Այսինքն արդեն զգացել ես, խելացի ես, իմաստուն ես, զգում ես ով է հավատացյալ, ով է անհավատ։ Չարերին չես կարողանում համբերես և փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում և չեն, և գտար, որ սուտ են։ Հասկացար, դա էլ հասկացար։ Նեղություններ կրեցիր և համբերություն ունես, և իմ անունի համար աշխատեցիր։ Այդ ամեն ինչը գիտեմ, ինչ որ արել ես առաջ, և չթուլացար։ Բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջի սերը թողել ես։ Այդ ամեն ինչ անում ես, բայց մեջը սեր չկա։ Ուղղակի դարձրել ես սովորություն, Տիրոջ հետ համբերություն չկա։ Արդ հիշիր որտեղից վայր ընկար, ինչը քեզ թուլացրեց, ինչը քեզ հեռացրեց, հիշիր որտեղից վայր ընկար և զղջա, և առաջի գործերը արա, ապա թե ոչ, կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես։ Ճրագակալի խորհուրդը գիտեք որն է, մարդու հոգին։ Առակաց 20:27 խոսքում ասում է, մարդու հոգին Տիրոջ ճրագն է։ Այստեղ էլ ասում է, կգամ ճրագակալդ կշարժեմ։ Ռուսերեն թարգմանությունում ասում է, ճրագակալը տեղից կվերցնեմ։ Շարժել ճրագակալը նշանակում է մի հատ այնպիսի բան, օրինակի համար ասենք ինչ-որ մեկի հարազատը մահացավ, կամ ծանր հիվանդացավ, հոգու մեջ ով է զգացել, ինչ-որ բան սենց շարժվում է, այս մասումը։ Դավիթ ասում է, աղիքը զգալարվեց։ Ներսում ինչ-որ բան է կատարվում, հոգին է շարժվում, չգիտեմ, ես սենց կբացատրեմ։ Բայց Տերը ռուսերենում ասում է ճրագակալդ կվերցնեմ տեղից, հայերենում ասում է կշարժեմ։ Եթե չապաշխարես, եթե չվերականգնես քո առաջի սերը, գիտեմ Աստված ասում է, քո մասին ամեն ինչ գիտեմ, տեսել եմ, գիտեմ, բայց սերդ սառել է։ Ով է հասկանում։ Ապաշխարի վերականգնի սերդ։ Ինչ ա եղել, ով է վիրավոր է, ով է կծել, ինչ եղավ, ապաշխարի, եսը տուրացի։ Այդ եսը չի թողնում, որ դու սիրո մեջ մնաս։ Այդ եսն է, միշտ ասում, տես քեզ ոնց վարվեցին քո հանդեպ, ինչ արեցին, և հիասթափվում ես և սիրո մեջ ծառում ես։ Տերը առաջարկում ապաշխարի, վերականգնվի, եթե չէ, հոգիդ կշարժեմ։ Հոգու շարժելը դա արդեն Տերը գիտի ոնց կշարժի։ Դա ծնողի հարց է, երեխու հարց է, ամուսնու հարց է, կնոջ հարց է, ես չգիտեմ ինչ է լինելու, որ քո հոգին շարժվի։
Իմ հետ եղել է նման դեպքեր, Տերը ինձ լավ սովորեցրել է։ Երբեմն որ ամեն բան դառնում է սովորական մեր համար, ուղղակի մենք դառնում ենք անտարբեր ամեն ինչի հանդեպ, անգամ մեր կոչումի հանդեպ, մեր ծառայության հանդեպ։ Մեկ էլ մի հատ այնպես բան է Տերը թույլ տալի, որ հոգիս տակնու վրա է լինում, խառնվում է իրար։ Այդ ժամանակ գիտես իմ հետ ինչ է կատարում։ Նորից ես սկսում եմ գնահատել կյանքը, սիրել Տիրոջը, վերականգնվել։ Իսկ որ ամեն ինչը շատ լավ է, դառնում ես անտարբեր, անհոգ, ծույլ։ Ու ոչ մի բան էլ հետաքրքիր չի քեզ, թեև ամեն ինչ լավ է։ Ու այդ ժամանակ Տերը մի հատ թույլ է տալի քո կյանքում, քո ընտանիքում մի հատ շարժ, ու հոգիդ ամբողջությամբ տակնու վրա է լինում։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Այդ ժամանակ վերածնվում ես նորից ու սկսում ես գնահատել կյանքը, փառավորել Տիրոջը։ Դրա համար սիրելիներս, վերականգնեք ձեր սերը դեպի Աստված։ Առաջի սերը, որ անեծքը չակտիվանա ձեր կյանքում։ Անեծքը լավ բան չի։ Շատ վատ բան է։ Անեծքը տառապանք է։ Անեծքը կարոտություն է, աղքատություն է, սովածություն է։ Անեծքը հիվանդություն է և անհաջողություններ։ Ով հասկանում։ Տերը օծի ձեզ օրհնի, որպեսզի սիրո մեջ ակտիվանաք Հիսուսի անունով։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ, առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 14-16 խոսքերը։ Պողոսը գրում է Տիմոթեոսին, անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով երեցության ձեռնադրությամբ։ Անհոգ մի լինիր, այն ինչ որ Տերը քեզ տվել է, սիրելիս։ Տիմոթեոսն էլ էր միգուցե անհոգ։ Տիմոթեոսն էլ միգուցե սրտով անցնում էր լավ ապրել, լավ տեխնոլոգիաների հասնել, լավ մեքենաներ, լավ տներ, ամեն ինչը լավ, վայելել, բիզնես դնել, փող աշխատել, ում է պետք հովությունը, Տիմոթեոսը հով էր, միգուցե եկել էր ժամանակ սառել էր, հոգնել էր, Պողոս ասում է անհոգ մի լինի քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով երեցության ձեռնադրությամբ, սրանք մտածի, սրանցում կաց, սրանք մտածի, ոչ թե ուրիշ բաները, որ քո հառաջադիմությունը ամենին հայտնի լինի, այսինքն քո օրհնությունները ամենին հայտնի լինի, բոլորը տեսնեն, որ դու օրհնված ասու մարդ ես։ Սրանք մտածի, սրանցում կաց, անհոգ մի լինի։ Գիտես, երբեմն ժամանակներ է գալի, հենց հիմա այդ ժամանակների մեջ ենք ապրում, երբ որ աշխարհը Իրանը առաջարկում է հոգևորներին, եւ հոգևորները տեսնում են ինչ տեխնոլոգիաներ եւ ինչեր է հիմա արտադրվում։ Եվ ամբողջ ուղեղը ու միտքը սատանան խառնում է իրար։ Եվ անհոգություն է գալի մարդու կոչումի ծառայության կամ շնորհքի վրա, այն շնորհքը, որ դու ունես, Աստծո առել ես։ Պողոս առաջարկում է անհոգ մի լինի, հենց այդտեղ երևում է Աստծո սերը, Աստծո սեր, Աստծո վախ ունես, թե չունես։ Բայց որ մարդը Աստծո սերը կորցրել է, սերը գցել է այս աշխարհի վրա, հասնեմ լավ բաների, լավ տուն ու տեղ, լավ մեքենաներ, լավ ունեցվածք, չգիտեմ, լավ բիզնեսներ, սիրելիս մի բան հիշեցնեմ, հիշի, այս աշխարհը ժամանակավոր է։ Ժամանակավոր է, ուզում ես թագավոր եղի։ Հիշում եք, Հիսուսը ասեց, ինչ օգուտ քեզ, որ ամբողջ աշխարհը շահես, դառնաս աշխարհի թագավոր, լրիվ հարստություններն էլ բերեն լցնեն քո ամբարները, բայց գիշերը քնես եւ չարթնանաս։ Կամ արթնանաս կիսահիվանդ։ Առողջությունը թույլ չի տալի այդ ամեն ինչը վայելես։ Մարդու կյանքում երբ որ ցավ կա, ոչ մի բան աշկին չի երևում։ Դրա համար ընտրի Քրիստոսին։ Մի հիմարացվի սատանայի կողմից, ընտրի Քրիստոսին։ Ճիշտ է, Քրիստոսը մեծ այդպես բաներ չի առաջարկում, թե օրհնություն կա դրա մեջ։ Եթե հավատարիմ ծառայես, Տերը օրհնելու է։ Բայց մի խափնվի այդ գովազդներին։ Ընտրի Քրիստոսին, մնացածը Տերը կորոշի, քեզ պետքա կբերի քո կյանքում, պետք չի բերի։
Որովհետև ես նաև շատ մարդիկ տեսել եմ, երբ որ Տերը մի բան տվել է, մի փոքր բան, ընկել են հավատքից եւ հեռացել եկեղեցուց։ Ու մենք մտածում ենք Կարնեի հետ, մենք ավելի լավ չէր, դա չլներ, ինքը այսօր հավատքի մեջ լիներ։ Քաստը խնդրեցինք, Տերը տվեց, մոռացավ ասում։ Այդպես մարդիկ էլ շատ կան։ Ուրեմն անհոգ մի եղեք, այն կոչումի կամ այն շնորհքի համար, որ Տերը ձեզ տվել է։ Դրանք մտածեք, դրանց մեջ ապրեք, որ այդպես անելով օրհնված կլնես, կակտիվացնես քո կյանքում օրհնությունը, կապակտիվացնես անեծքը։ Ամեն սա Աստծո խոսքն է ասում։ Եվ զգուշ կացեք ձեր անձերին եւ ձեր վարդապետությունը եւ դրանում հարատևեք, որովհետեւ այդ անելով քո անձն էլ կապրեսնես քեզ լսողներին էլ։ Որովհետեւ մարդիկ կան, այնց լավ սովորեցնում են մարդկանց չխափել, բայց իրանք այնց հավեսով խափում են, բայց սովորեցնում են չխափել։ Պողոս հենց այդ ասում է վարդապետությանը զգուշ եղի, այն ինչ որ սովորեցնում ես, դու այդպես ապրի, որովհետեւ եթե այդպես ապրես, համ դու կապրես, համ քեզ լսողը։ Բայց եթե դու խափում ես եւ սովորեցնում ես չխափել, եւ քեզ լսողը չի խափում, նա կապրի, բայց դու չես ապրի։ Ամեն, իմաստը հասկանում ենք սա։ Եվ մի պատմություն կա անգեմարգարության մեջ, հենց այս վիճակն է, որ ժողովուրդը թմբրած, հոգնած, ամեն մեկը իր գործին, իր կյանքին, տեսեք անգեմարգարի առաջի գլուխ, անգեի մարգարեություն, առաջի գլուխ, երկրորդ խոսքից եմ կարդում։ Այսպես է ասում զորած Տերը, թե այս ժողովուրդը ասում է, ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Տիրոջ խոսքը եղավ անգե մարգարեի ձեռով ասելով, ձեր համար ժամանակն է արդյոք, որ ձեր զեղունազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Տերը ասում է, ձեր համար ժամանակն է, ձեր տուն, տեղ ունեցվածքը սարքեք, ձեր մասին մտածեք, մեջ ապրեք, բայց բոլորդ անտարբեր եք եկեղեցու հանդեպ։ Եվ հիմա այսպես է ասում զորած Տերը, ձեր ուշքը, մեր բառերով ասա, ուշը գրածա, ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին։ Այսինքն հələ մտածեք, ուշադրություն դարձրեք հələ մի հատ ձեր կյանքին ու ձեր ճանապարհներին։ Սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց չտաքացաք եւ վարձկանը վարձի համար գործում է ծակ քսակով։ Ինչ է սա նշանակում։ Ասում եմ, մի հատ ուշադիր եղի քո կյանքին, այդքան որ դու ես աշխատում, այդքան որ դու ես կոպիտ մեր բառերով ասած վիզ դնում, բայց մի բանի չես հասնում։ Իմաստը սա է։ Ինչի համար։ Հələ մի հատ ուշադիր եղի քո, որովհետև ամբողջ ուշք ու միտքդ քո գործը, քո տունը, քո կյանքը, քո փողը, քո գործը։ Մի հատ ուշադիր եղի, հələ նորմալ է քո կյանքը, անեծք ես ակտիվացրել քո կյանքում, տվյալ դեպքում ես երկրում։ Այսպես է ասում զորած Տերը, ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհին, վեր ելեք սարը, փայտ բերեք եւ տունը շինեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է զորած Տերը։ Ամեն։ Հələ մի հատ թողեք դա, մի հատ մտածեք իմ տան մասին, եկեղեցու մասին, իմ գործերի մասին։ Արեք այն ինչ որ ես ձեզ ասել եմ, ավետարանը քարոզեք, ասու գործի մեջ եղեք, որպեսզի օրհնեք, որպեսզի ես փառավորվեմ եւ ձեզ օրհնեմ։ Տերը օրհնում է իրեն փառավորողներին։ Հիշում եք Հեղի քահանային ասել էի, որ մինչև հավիտյան պիտի դու եւ քո սերունդը իմ առաջին գնաք։ Բայց հիմա ասում եմ քավլիցի։ Ինձ փառավորողներին կփառավորեմ, ինձ անարգողները պիտի անարգվեն։ Նույն բանը այստեղ է։ Եթե դու անարգում ես Աստծո գործը, Աստծո տունը, անեծք ես ակտիվացնում քո կյանքում եւ քո ընտանիքում, քո ապագայի վրա։ Բայց եթե դու որոշես նվիրվել, սիրել Աստծուն եւ ծառայել եւ այն կոչումը, ինչ որ ունես, այն շնորհքը ուշադրությամբ անել, այն ինչ որ քեզ տվել է Աստված, դու կապա ակտիվացնես անեծքը քո կյանքում եւ կակտիվացնես օրհնությունը։ Իմաստը սա է։ Նայեցեք շատին եւ ահա քիչ եղավ եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ինչու համար ասում է զորած Տերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազում է իր տան համար։ Սրա համար ձեր վրա երկինքը պիտի արգելե ցողը եւ երկիրը պիտի արգելե իր պտուղը։ Այս պատճառով, որ թողել եք իմ գործը, իմ տունը, Աստծո սերը։
Եվ ես երաշտություն, այսինքն երաշտ, չորություն կանչեցի երկրի վրա ձեր համար։ Եվ սարերի վրա, եւ ցորենի վրա, եւ քաղցուի վրա, եւ յուղի վրա, եւ երկրի բերքի վրա, եւ մարդկանց վրա, եւ անասունների վրա, եւ ձերքի բոլոր վաստակի կամ ձեր բոլոր բիզնեսների ու գործերի վրա ես չորություն եմ կանչել։ Սիրելիներս, նշանակում է, որ մենք ապաշխարելու տեղ ունենք։ Հավատացյալները պետք է օրհնված լինեն, պետք է առատություն ունենան, ամեն, բայց պատճառը ո՞րն է, պատճառը հենց էս է, որ ամեն մեկը մտածում է իր կյանքը, իր տունը, իր ունեցվածքը և Աստծո տունը ձեռի հետ, իմիջայլոց, թուլությամբ, այս հրա համար անեծքը ակտիվացրել ես քո կյանքում, քո ընտանիքում, չես ուզում ակտիվանա, ուրեմն ապա ակտիվացրու, սկսի ուշադրություն դարձնել Աստծո գործերին, այն կոչումը, որ ունես, վերականգնի, սկսի ծառայել։ Ես հավատում եմ, որ այսօրվանից ինչ-որ բան փոխվելու է ձեր կյանքում, որովհետև այսօր շատերը հայտնություն եք ստանալու և որոշելու եք վերականգնել ձեր կոչումը, ձեր ծառայությունը, ձեր նվիրվածությունը և Աստծո սերը։ Իսկ Աստված էլ այս խոսքերի համեմատ, եթե մենք կարդանք Անգե մարգարեության 2-րդ գլուխը, կտեսնենք, որ ժողովուրդը լսեց, վախեց, ապաշխարեց և Աստված ասեց, հիմա վեր կացեք, գործեք, որովհետև ես ձեր հետ եմ, դու օրհնվելու եք։ Եվ այդպես էլ եղավ։ Եվ նույնը այսօր կարող է լինել մեր եկեղեցում։ Եթե դու վերականգնվես, հիշես որտեղից ես ընկել, ապաշխարես, մոտենաս Քրիստոսին, սիրես և սկսես քո կոչումի, քո գործերի մեջ լինել, ինչ որ Տերը ասել է քեզ։ Դու կակտիվացնես օրհնություն քո կյանքում և կժառանգես երկնքի առկայությունը։ Ամեն։ Մի համար էլ Հոբից կարդամ և ավարտում եմ։ Հոբ 29 գլուխ, Հոբ 29 գլուխ, սա երբ որ Աստված Հոբի հետ էր, տեսեք ինչ հաճելի է, ինչ լավ է, երբ որ Աստված մարդու հետ է։ Երանի թե առաջի ամիսների պես այն օրերի պես լիներ։ Հոբը այստեղ ընկած է, հիվանդ է, կորցրել է տունը, տեղը, երեխաներին, բիզնեսները եւ հիմա տեսեք, ասում է երանի թե առաջի ամիսների պես եւ այն օրերի պես լիներ, որ Աստված ինձ պահում էր։ Երբ որ նրա ճրագը լույս էր տալիս իմ գլխի վրա, նրա լույսով գնում էի խավարում։ Երբ որ ես իմ աշնան օրերում էի և Աստծո մտերմությունը իմ վրանի վրա էր։ Հիշում եք, որ Հովհաննեսի մեջ կարդացի, ասում է, և հայրը կսիրի նրան, ով ինձ սիրում է, և կգանք նրա մոտ կբնակվենք։ Հոբը ասում է, երբ որ իմ աշնան օրերում էի և Աստծո մտերմությունը իմ վրանի վրա էր, այսինքն իմ հետ էր, իմ տան մեջ էր, իմ տան վրա էր։ Երբ որ ամենակարողը տակավին ինձ հետ էր և իմ տղերքը ու իմ շուրջն էին, երբ որ իմ գնացքը կոքիով էր ծփում, երբ որ ամենակարողը քո հետ է, քո կյանքը, քո գնացքը կոքիով է ծփում, այսինքն կոքին, կաթ։ Եվ ապառայժը մոտից յուղի աղբյուրներ էր բխեցնում, օծություն է գալիս։ Ապառայժից յուղի աղբյուրներ, ռուսերենում գրված է ձիթապտղի յուղ էր հոսում։ Երբ որ դռնից դուրս էի գալի քաղաք հրապարակներում դնում էի իմ աթոռը, ինձ տեսնում էին երիտասարդները և թակ կենում, ալևորները վեր էին կենում կանգնում և այլ հարգանքը մեծ էր։ Եվ կարդացեք այս գլուխը շատ հետաքրքիր է, Հոբը ասում է երանի այդ ժամանակ, երբ որ Տերը ինձ հետ էր։ Երանի քեզ, երբ որ Տերը քեզ հետ կլինի։ Երբ որ դու կսիրես Տիրոջը և երբ որ սիրես Տերը քեզ հետ կլինի։ Ճշմարիտ սիրես և գործերով ապացուցես, նվիրվածությամբ, Տերը քեզ հետ կլինի և դու օրհնված մարդ կլինես։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներ, փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Հալելույա։ Բա ոնց անենք, որ սիրենք։ Ով կասի, ոնց անենք, որ սիրենք։ Ուզում ենք սիրենք, ուզում ենք վերականգնվենք, շատ անգամներ ենք ուզել, բայց չի ստացվել։ Ոնց որ այսօր ուզում ենք, վաղը արդեն մոռանում ենք։ Բայց շատ կարևոր է սա, սիրելիներ։ Ուրեմն Հուդա առաջի գլուխ, վերջի խոսքն եմ կարդում ես, Հուդան հենց մի գլուխ է իհարկե, 21 խոսքից, 20 խոսքից։
Այստեղ խորհուրդ է տալի, թե ոնց անենք, որ սիրենք, որ վերականգնվենք սիրո մեջ։ Այս համարը ձեր մոտ գծեք ձեր գրքերի մեջ, որ հիշեք։ Խորհուրդ է տալի, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեք Սուրբ Հոգով աղոթք անելով։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգով սկսում եք աղոթել եւ չմոռանալ Սուրբ Հոգու աղոթքի մասին, մեկ ասում է՝ «Հովիվ ջան, ամեն օր նույն բառերն եմ ասում»։ Ասա, ոչինչ։ Մեկ ասում է՝ «Բառեր չեմ ասում»։ Լա 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 լու 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 լա լա ասենց բաներ եմ։ Արա, Տերը գիտի հոգու խորհուրդը։ Ամեն։ Մի քո մտքերով առաջնորդվի։ Սուրբ Հոգով աղոթք արա։ Բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեք Սուրբ Հոգով աղոթք անելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, որ Աստծուն սիրեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Ուրեմն, երբ որ Սուրբ Հոգով աղոթում ես, դու քո անձը Աստծո սերի մեջ ես պահում։ Դու Աստծուն սիրում ես նաև, անկախ դժվարություններից, անկախ նրանից, թե ինչա քո հետ կատարվել կամ կատարվում, թե ինչի Աստված քեզ չի լսում, չի պատասխանում, որոշի սիրես Աստծուն, նվիրվես Աստծուն, ուրիշ ճար չկա ժողովուրդ։ Եթե ուզում եք օրհնություններ ժառանգեք, սկսեք սիրել եւ գոհանալ Աստծուց։ Ամեն, սա է բանալին։ Ինչքան էր Սատանեն հիշեցնի, բա ինչի չտվեց, բա ինչի չտվեց, բա ինչի քո կյանքը այսպես դասավորվեց, բա ուր էր Աստված, բա ասա չգիտեմ ուր էր, միևնույն է այս Աստծուն սիրում եմ ու ծառայելու եմ Սատանա, վռնդվի իմ կյանքից։ Այդ ամեն ինչը ինքը անում է քո մտքերի հետ, որպեսզի դու Աստծուն չսիրես, անտարբեր լինես։ Եվ այս օտար լեզուների աղոթքի պարգևը, ինչը որ ես հիմա կարդացի, քեզ կօգնի դուրս գալ այս վիճակից։ Շատերս հասկանում ենք, բայց չեն կարողանում դուրս գան։ Սա բանալին է քեզ դուրս բերելու եւ Աստծո սիրո մեջ քեզ վերականգնելու։ Տերը օրհնի ձեզ, եկեք Աստծո հետ լինենք, ես երգը վերցնենք, հետո վերջում ես կաղոթեմ ու կավարտենք մեր ծառայությունը։ Տերը օրհնի։ Հալելույա, փառավոր Աստված, օրհնյալ Տեր, մենք այսօր խոնարհվում ենք քո առաջ, փառավոր Աստված, մենք շնորհակալ ենք, որ մեզ հիշեցնում ես, մեզ խոսք ես ուղարկում եւ Տեր մեզ բուժում ես, Տեր, եւ գրված է եւ քո խոսքը ուղարկեցիր եւ նրանց բժշկեցիր, եւ մենք խնդրում ենք այսօր Տեր, որ այս խոսքերը մխրճվեն քո ժողովրդի սրտի մեջ, ամեն մեկից, Տեր, մենք ամեն մեկս կարիք ունենք, որպեսզի մեր կյանքում վերականգնենք առաջի պատվիրանքը սեր դեպի քեզ, Տեր, օգնիր մեզ Սուրբ Հոգի, օգնիր մեզ սիրելու, Տեր, սիրելու քեզ, նորովի առաջի սերը վերականգնելու, Տեր, մենք խնդրում ենք Սուրբ Հոգի, որպեսզի սփռես քո սերը մեր սրտերի մեջ, ինչպես եւ գրված է, օծես մեզ, որպեսզի մենք, Տեր ջան, իրականում սիրենք քեզ, անհոգ եւ անտարբեր չլինենք քո հանդեպ, քո գործի, քո եկեղեցու հանդեպ, որ ամեն մեկս ինչ որ շնորհք ունենք քեզանից տրված, դրա մասին մտածենք եւ դա կատարենք, Տեր ջան, որ այդպես անելով իրականում մենք կապա ակտիվացնենք անեծքը մեր կյանքում, ինչպես եւ գրված է, իսկ հակառակ դեպքում ակտիվացվելու է անեծքը ամեն ընտանիքում, եթե մարդիկ թողել են առաջի սերը, Աստծո սերը եւ դարձել են անհոգ եւ անտարբեր քո գործին, քո եկեղեցուն։ Խնդրում եմ բժշկիր այսօր մարդկանց, եկեղեցու անդամներին, բժշկիր եւ վերականգնիր ամեն հիասթափություն, հոգնածություն, ամեն ծուլություն, անտարբերության ոգիները թող խափանվեն Աստծո ժողովրդի կյանքից, Հիսուսի զորավոր անունով։ Հիսուսի անունով ամեն դևեր ու սատանայական կապանքներ ես խափանում եմ եկեղեցու ամեն անդամի մտքից եւ սրտից, Հիսուսի զորավոր անունով թող հեռանա ամեն խավարը։ Եվ Տեր, ես աղոթում եմ, որպեսզի իրականում օծես մեզ եւ վերականգնես մեր սրտերի մեջ Աստծո սերը։ Թող Տեր կյանքով լցվի եկեղեցին,
թող եկեղեցին երիտասարդանա Հիսուսյանով, թող ուժով լցվի, թող ջանքով լցվի դեպի քո գործը Տեր, թող եկեղեցին զորանա Տեր, եւ դու էլ քո օրհնությունները ուղարկես ամեն ընտանիքում, ինչպես դա կատարվեց նոր կարդացի անգե մարգարեության մեջ, երբ որ ժողովուրդը ոտքի կանգնեցին եւ քո գործը գործեցին եւ դու նրանց օրհնեցիր։ Թող սա հենց հիմա կատարվի այսօր մեր եկեղեցու ամեն անդամի կյանքում, մեզ լսողների կյանքում, Հիսուս Քրիստոսի անունով Սուրբ Հոգու օծությունը եւ զորությունը թող սկսի դրսևորվել փառավոր Աստված, ինչպես եւ Հոբն էր ասում, երանի այն օրերին, երբ որ ամենակարողը ինձ հետ էր։ Եվ մենք ասում ենք երանի մեզ Տեր, որովհետև դու մեզ հետ ես, օրհնյալ լինի քո անունը, մենք սիրում ենք քեզ, մենք խնդրում ենք օծես մեզ ամեն մեկից մեր կոչումի մեջ եւ օգտագործես մեզ շատ պտուղ բերելու, որովհետև դու ասեցիր Տեր, եւ ես կփառավորվեմ, եւ եթե դու փառավորվես, դու կփառավորես քեզ փառավորողներին, օծի մեզ Տեր, որ ամեն ժամանակ փառավորենք քեզ Տեր։ Overlede šakovalorofore, iđidi prande kevalorofada, hačide klevela kebrodokovara prendo. Եվ ամեն խավարի ոգիներ, թող խափանվի հենց հիմա այստեղից, ամեն սատանայական ոգի, ամեն դիվային ուժեր, ամեն կապանքներ ես հենց հիմա խափանում եմ քեզ այս վայրից եւ հրամայում եմ սատանա, քո դևերի հետ վռնդվիր այստեղից հեռացիր, անդունդները, անապատ անջուր տեղերը եւ այլևս չմոտենաս։ Ես աղոթում եմ փառավոր Աստված, որ ողորմես այսօր քո ժողովուրդը, արյունովը սրբես եւ հիմա բժշկես Տեր։ Ես աղոթում եմ, որ ամեն մարդ, որը ցավ ունի կամ հիվանդություն, թող հենց հիմա ամեն ցավ եւ հիվանդություն բաց թող Աստծո ժողովուրդը, հեռացի անդունդը խավար, հիվանդություն դու մերը չես, դու Աստծուց չես եւ մենք մերժում ենք քեզ վռնդվի Աստծո տաճարից, որը մարդկանց մարմիններն է, որովհետեւ մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ Սուրբ Հոգին բնակվում է մեզանում։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք Տեր, որ քո խոցերով մենք բժշկվեցինք, մենք ընդունում ենք այս ճշմարտությունը եւ թող խոսքի զորությունը դրսեւորվի այստեղ այսօր։ Մենք հարգում ու սիրում ենք քեզ Տեր, մենք խոնարհվում ենք քո առաջ եւ մենք խնդրում ենք Սուրբ Հոգի հենց հիմա Տեր ծառայի քո ժողովրդին այստեղ, ում որ պետք է ազատագրել, ես աղոթում եմ, որ ազատագրես Տեր ամեն դիվային կապանքներից, ով որ ֆինանսական խնդիրներ ունի, ես աղոթում եմ, որ հենց հիմա նրանց ֆինանսական խնդիրներից քանդվի սատանայի կապանքները, թող բացվեն հենց հիմա Աբրահամի օրհնությունները ամեն հավատացողի կյանքում, թող Տեր մարդկանց կարիքները սկսի լրացվել քո հարստության չափով, փառավոր Աստված, Հիսուսի զորավորանով, ով որ խնդիրներ ունի փոխհարաբերության, աղոթում եմ, որ քանդվի այդ դիվային կառույցները փոխհարաբերության եւ թող սկսվեն սեր եւ խաղաղություն մարդկանց կյանքերում եւ ընտանիքի անդամներում, Հիսուսի զորավորանով, Հալելույա, հալելույա, ամեն, ամեն, փառք Հիսուսին։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։